Պարոն Գալստյան, հավելելու բան ունեք, մոտեցեք։ Պարոն Դրմյան ամեն ինչ հանգամանալից ներկայացրեց։ Հետընտրական իրավիճակում միասնության թևերի, քայլերի եւ անելիքների մասին ձեր պատկերացումը եւ տեսլականը որն է։ Մենք արդեն հետընտրական շրջանում ենք։ Մեր տեսլականի շրջանակներում արդեն իսկ իրականացնում ենք գործողություններ։ Օրենքով նախատեսված բոլոր միջոցներին դիմում ենք եւ այդ բոլոր միջոցները օգտագործելու ենք։ Բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք, իսկ հետագա քայլերը արդեն քննարկենք դրանց արդյունքների հիման վրա։ Դա է մեր պատկերացումը, սա է մեր մոտեցումը։ Հիմա հաճախ նշում են, որ մի քանի սցենարների հնարավորություն, ըստ անհրաժեշտության նաև փողոցի գեներացիա, հանրային ուժերի գեներացիա փողոցում։ Դուք տեսնում եք դրա հնարավորություն, այդ ռեսուրսը կա այսօր։ Ինչպես նշեցի արդեն, մենք բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը։ Այս պահին արդեն ունենք պատկերը եւ մենք գտնում ենք, որ ընտրությունները անցել են այնպիսի խախտումներով, որոնց արդյունքները մեզ համար ընդունելի չեն։ Իրավիճակը ցույց կտա, թե ինչպիսի արդյունքներ կունենան սահմանադրական դատարանում, ինչ պրոցեսներ կզարգանան հետագայում, ըստ այդմ կայացնենք համապատասխան որոշումներ։ Բերեք այդպիսի մտավարժանք չանենք հիմա, թե ինչ կլինի, ինչպես կանենք, որ պահին ինչի կդիմենք, դա ամենաշնորհակալ գործը չի, բայց մենք բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը, մեր գործողությունները։ Այդուհանդերձ չբացառելով նաև իրենց հետ Չենք բացառում իհարկե չենք բացառում եւ իհարկե շատ ողջունելի է, որ տեղի են ունենում պրոցեսներ, համախմբման պրոցեսներ, դրանք ողջունելի են, շատ կառուցողական երևույթներ կարող են առաջիկայում տեղի ունենալ եւ մենք իրականում հետևում ենք ընթացքին, մեր գործողություններն ենք իրականացնում, դուք տեսնում եք մեր գործողությունները թափանցիկ են, անընդհատ ներկայացնում ենք հանրությանը եւ պարբերաբար հաշվետվությամբ ենք հանդես գալիս, թե ինչ ենք մենք անում եւ մեր ընտրողին պահում ենք անընդհատ տեղեկացված։ Պարոն Դրմյան, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը մասնավորապես սահմանադրական դատարան դիմելու հետ կապված հայտնել է, որ անիմաստ է, որովհետև կանխատեսելի է, թե ըստ էության սահմանադրական դատարանը ինչ որոշում է կայացնելու եւ նշել է, որ անիմաստ ժամանակի վատնում է, որովհետև արդեն գիտեն ելքը։ Մենք այդ կարծիքը իհարկե կարծիքը տեղ ունի գտնելու, բայց մենք այդ կարծիքը չենք կիսում։ Ընդհանրապես որ լեգիտիմացնելու եք դրանով ընտրությունների արդյունքները։ Չէ, ընդհանրապես ցավոք սրտի տարիների ընթացքում այս իշխանությունը հասել է նրան, որ մարդիկ այդ հույսը կորցնեն, ընդհանրապես որևէ հույս, որևէ իրավական ճանապարհով հարց լուծելու, այսինքն գա այն խոսույթը, որ արդեն ամեն ինչ որոշված է, անիմաստ է այս կամ այն գործողությանը դիմելը, մենք այդ համոզմանը չենք, դուք տեսաք կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի քննության ժամանակ ինչ էր կատարվում, ինչպիսի սխալներ թույլ տվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ դա եղավ այո ընդդիմադիր ուժերի դիմումների քննարկման հետևանքով։ Չլինեին այդ դիմումները, մենք չէինք տեսնի այդ խայտառակությունը։ Դրանով եւս մեկ անգամ ի ցույց է դրվում իշխող ուժի ուղղակի անկարողությունը, իսկական պրոֆեսիոնալներ գտնելու ամենակարևորագույն պաշտոններում։ Այդ մոտեցմամբ ենք առաջնորդում։ Եթե կա թեկուզ փոքր շանս, փոքր հնարավորություն հասնելու հաջողության, մենք 100%-ով այդ շանսը օգտագործելու ենք։ Եթե կարելի է այդ հարցի հետ կապված, դուք գիտեք մենք մեծամասնամբ մասնագիտությամբ իրավաբաններ ենք, մենք մեր մասնագիտության նկատմամբ հարգանք ունենք։ Եվ հենց այդ հարգանքն է նաև մեզ ստիպում, որպեսզի մենք դիմումներ բերենք եւ դիմենք դատական ատյանների։ Սա կարևոր հանգամանք է։ Եթե մենք դատական ատյանները անտեսում ենք այսօրվանից իսկ եւ հայտարարություններ անում, որ գիտեք ինչ, արդյունքները պետք է լինեն այսպեսին կամ այնպեսին, ի սկզբանե մենք դրանով նաեւ թիրախավորում ենք դատարաններին։ Բերեք տանք հնարավորություն դատարաններին, որպեսզի դատարանները դրսևորեն դատական ատյաններին բնորոշ եւ առանձնահատուկ այն մոտեցումը, այն արդարադատություն իրականացնելու իրենց հնարավորությունը, հետո եզրակացություններ անենք։ Եթե չանենք այս գործողությունը, բացառված չի, որ վաղը հենց մեզ ասեն, գիտեք ինչ, դուք այս հնարավորություն ունեիք եւ այդ հնարավորությունից չօգտվեցիք։ Հիմա որտեղ է ճշմարտությունը։ Օգտվել հնարավորությունից, թե բաց թողնել օրենքով ընձեռված հնարավորությունը եւ ինչ որ քաղաքական հղումներ անել։ Կներեք